Եվ այսպես ուշադրություն, Հայաստանում կրկին միտինգներ են, ովքեր են միանում, ինչու հայ ժողովուրդը այսքան հիասթափվեց պայքարներից, եւ միգուցե չի հիասթափվել պայքարներից, ուղղակի որոշում է կայացրել, որ իր ձայնը արտահայտելու է քաղաքավարի կերպով, այսինքն կլինեն ընտրություններ, եւ այդ ընտրություններին հայ ժողովուրդը կընտրի իր ցանկացած թեկնածուին ընդամենը 1 տարի հետո, այսինքն Նիկոլ Փաշինյանին թողեցին, որ ղեկավարի, եթե այդքան ընդդիմադիր մարդիկ ենք, եկեք խոսանք ճիշտը, ղեկավարի մինչև 4 տարի, հետո որ գա արդեն ընտրությունների ժամանակ, ասենք եկեք հանենք Փաշինյանին, ինքը լավը չի։ Փաշինյանին հանել կարելի էր ավելի շուտ, այսինքն ոչ թե հանել, այլ հանելու գործընթացներ սկսել։ Դրանք արել են միայն ընդդիմադիր տարբեր ուժերը, Բագրատ Գալստանյանին առաջ գցելով եւ հետևից վազելով, Սերժ Սարգսյանը օգտագործում էր Բագրատ Գալստանյանին։ Դրա համար էլ միտինգները ձախողվեցին։ Հիմա Կարեն Արայանը դուրս է եկել փողոց, ոչ ներկա, ոչ էլ նախկին։ Իհարկե սա ողջունելի է, որ այս ձևաչափով առաջին անգամ մեկը դուրս եկավ փողոց։ Մինչև այս փողոցում գտնվողների 99%-ը եղել է նախկին իշխանության կողմնակից, եւ հիմա դուրս է եկել փողոց մեկը, որ նախկինների հետ ըստ էության կապ չունի, բայց մարդիկ դուրս չեն գալի, չեն աջակցում, նախ մարդիկ սպասում են ընտրություններին։ Եկել է ընտրությունները, մարդիկ ինչի պետքա դուրս գան փողոց։ 1 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունը հաստատ չի կործանվելու, 1 տարվա մեջ մենք չենք կրելու այնպիսի վնասներ, ինչպիսին որ արդեն իսկ կրել ենք, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի 99%-ը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը հաստատ ընտրություններ կեղծող անձնավորություն չի, եւ դա մենք էլ ենք վստահ, որ այդպես է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը Սերժի նման ընտրություններ կեղծող չի, կամ ոչ թե կեղծող, այլ այսպես ասած անօրինական կերպով ձայներ հավաքող, չնայած դրանք նույն բանն են, ինչի պետքա դուրս գան հրապարակներ, գոռան, գոչան եւ արդյունքում լինի ինչ-որ քաղաքական ցնցումներ, երկիրը տուժի, բայց մեկը Փաշինյանը չի հեռանալու, որովհետեւ Փաշինյանին 1 տարի է մնացել, որ գա նոր ընտրություններ։ Եվ տեսեք, ամենագլխավորներից մեկը հետևյալն է, օրինակ այսօրվա ընդդիմադիր քաղաքական ուժերից Հայաստանի ժողովուրդը պահանջում է նախարարների թեկնածուներ։ Լավ եղբայր, եթե դու գալիս ես իշխանության, ուզում ես դառնալ վարչապետ, ովքեր են Հայաստանի Հանրապետությունում քո գալու դեպքում զբաղեցնելու ամենագլխավոր պաշտոնները։ Հայաստանի ժողովուրդը չի կարող եւս մի քանի տարի սպասել, որ գան թեկնածուներ, փորձնական, sense գան, աշխատեն, լավը չլինեն, դուրս գան, նորերը գան, համակարգը ավիրեն ու գնան։ Դա հայ ժողովրդի կյանքից է գնալու։ Եվ նաև փորձը ցույց է տվել, որ այդ մարդիկ նախարարները չեն գալիս ժողովրդի մեջից։ Ծանոթներ, կուսակցականներ, չգիտես ովքեր, սրաքավորը, նրա բաժանաղը եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք չենք հավատում նրան, որ դե ժողովուրդ ջան, եթե իրար հետ հեղափոխություն անենք, պաշտոնները դուք եք զբաղեցնելու, այսինքն ձեր մեջի համապատասխան կրթություն ունեցող մարդիկ։ Եվ հետեւաբար ժողովուրդը ասում է ես գամ հեղափոխություն անեմ, դրանից ինձ ինչ։ Իհարկե այստեղ կարելի է ազգային տողեր ավելացնել, որ դե դրանից դու կփրկես քո հայրենիքը եւ այլն եւ այլն։ Հայրենիքը կարելի է փրկել 1 տարի հետո։ Նիկոլ Փաշինյանը հիմա երբեք հրաժարական չի տա, ժողովրդին անիմաստ փողոց պետք չի հանել եւ ժողովրդին հերթական անգամ հիասթափեցնել, որտեվ մի տարի է մնացել ընտրություններին, ոնց կարա Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Եվ ոնց կարելի է ասել ես եկել եմ հեղափոխություն անեմ ու չներկայացնես թե ովքեր են զբաղեցնելու պետական պաշտոնները։ Ժողովուրդը այդ է ուզում իմանա։ Ինչ ծրագրով ենք հեղափոխություն անում, ինչ ենք անելու հետո, լավ եկանք իշխանության, նստել ենք, գիտենք վարչապետը այս պահին ով է, բա մնացածները ովքեր են, չէ՞ որ այսօր երկիրը վարչապետը չի կառավարում։ Հիմնականում երկիրը կառավարում են նախարարները։ Ամեն նախարար տարբեր ոլորտի տերն է, եւ վարչապետը շատ չնչին ազդեցություն կարող է ունենալ նախարարություններում։ Բայց մենք միևնույն ժամանակ ողջունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես կան մարդիկ, որոնք չեն ներկայացնում ներկաներին եւ նախկիններին, որոնք ազատ ուժեր են,
եւ այդպես են ներկայանում ժողովրդին։ Եվ այսպես ուշադրությունը այսօր Բագրատ Գալստանյանի օրն է եւ Բագրատ Գալստանյանին երկար չէինք անդրադարձել։ Այս մարդը ելույթ ունեցավ, ուղիղ եթեր մտավ եւ ասաց հետեւյալը, որ ինքը տեսնում է իշխանափոխություն, Գյումրիում դա կատարվեց։ Գյումրիում ինչ կատարվեց։ Ով ուներ մեծ շրջապատ, ով ուներ մեծ թաղամաս, ամեն մեկի թաղամասը ընտրել է իրան։ Բայց իհարկե մենք չենք ասում, որ իշխանությունը բացարձակ հաղթելու է 2026 թվականին։ 2026 թվականին որևէ մի ուժ 50%-ից ավելի ձայն չի հավաքելու, գալու են նոր ուժեր, նոր դեմքեր, որոնք կապ չեն ունենալու ոչ նախկինների հետ, ոչ էլ ներկաների հետ, եւ ժողովուրդը իր մեծամասամբ քվեն տալու է հենց այդպիսի ուժերին։ Եվ գնալու են Բագրատների նմանները հանգիստ նստեն իրանց տեղերում։ Այսօր Բագրատ Գալստանյանը վաղուց կարող էր Հայաստանում իշխանափոխություն անել։ Ինչի եւ ինչպես։ Նա պետքա հրաժարվեր նախկիններից, որ եթե ես եկա իշխանության, Նիկոլը ասելա չի արել, ես ասում եմ, ես պիտի անեմ, որ նախկինները պետքա հայտնվեն իրանց իսկական տեղերում, երկրից թալանվածը ես վերադարձնում եմ։ Ժողովուրդը կհարգեր, կասեր Նիկոլ Փաշինյանը ասեց, չարեց գոնե Բագրատ Գալստանյանը որպես հոգևորական կասի եւ իր խոստման տերը կլինի։ Հերիք չի սենց բաներ չասեց, այսինքն անպատժելիության մթնոլորտը շարունակում է ինքը, մի բան էլ գլխին հավաքեց Սերժ Սարգսյանին, չգիտեմ ում, հանդիպումներ տարբեր մարդկանց հետ, որոնց ժողովուրդ ուղղակի ատում է, եւ դրա համար ձախողվեց ամեն ինչ, ինքը ձախողված մարդ է, ինքը չի պատկերացնում ժողովուրդը ինչ է ուզում, եւ եթե չի պատկերացնում, թող իմանա, որ ժողովուրդը ատում է նախկին իշխանություններին եւ չի սիրում ներկա իշխանություններին, ժողովրդի մի մասը, եւ ուզում է, որ փոխվի այսօրվա իշխանությունը, դե բնականաբար իշխանությունը պետքա փոխվի, բոլոր իշխանությունները ժամանակավոր են, եւ դա նորմալ երևույթ է։ Ոչ մի իշխանություն ժողովրդի ցանկությամբ երբեք չի կարող լինել հավերժ։ Բայց ժողովուրդը տեսնում է, որ ուրիշ տարբերակներ ինքը չունի, ուրիշ մարդ չկա, որ կարելի է բերել իշխանության։ 26 թվականին այլ է լինելու, մենք պայքարելու ենք, որ նախկինները չգան իշխանության, մենք պայքարելու ենք, որ ազգային ժողովում հնարավորինս շատ նոր դեմքեր հայտնվեն, եւ եթե պետքա լինի իշխանափոխություն, ժողովուրդը չի ուզում այս իշխանություններին, խնդրեմ, ժողովուրդը պետքա բերի նոր դեմքերի։ Ամենա չստացված ազգը կլինենք մենք, որ էլի վերադառնանք հին տաշտակին։ Ամենախելամիտ ազգը կլինենք մենք, որ ընտրենք այնպիսի ուժ, որ ոչ այս կողմ, ոչ էլ այն կողմ, ոչ ռուսամետ, ոչ եվրոպամետ, այլ լինի հայամետ մի հատ հզոր գաղափարով ճշմարիտ մեկը, որ սենց Բագրատների նման չգան խաբեն ժողովրդին, հետո գնան Սերժի ձեռքը սեղմեն, դե պարզ է դու հովանավորվում ես Սերժ Սարգսյանի եւ մնացած նախկինների կողմից եւ հետեւաբար ձախողվեց